որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերից։ Եվ երևի կարճ անդրադառնամ Եվրոբոնդի թողարկմանը, որը տեղի է ունեցել մարտի սկզբին, այդ ժամանակ չէինք կարող մանրամասն խոսել, որովհետև որոշակի միջազգային գործընկերների հետ նաև պայմանավորվածությունների արդյունքում լռության ժամկետ գոյություն ուներ, եւ հիմա կարող եմ ասել, որ մենք հաջողությամբ թողարկել ենք Եվրոբոնդը $750 միլիոն ծավալով, տոկոսադրույքը 7.1%։ Եթե մի երկու բառ ասեմ, որտեվ այս մասով նաև մեկնաբանություններ են եղել լրատվամիջոցներում, սովորաբար եվրոբոնդերը գնանշվում են ամերիկյան գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների համեմատ, դրանք համարվում են ուղենշային պարտատոմսեր եւ ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, որը 2.86% կետ է կազմել, դա մեր վերջի թողարկման համեմատ, որը կազմել է գրեթե նույն մակարդակի է եղել, որը 21 թվականին ենք թողարկել, 2.84, այստեղ հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է, այսինքն մեր նման երկրները բավականին ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում, եւ երբ որ մենք նայում ենք շուկային, ապա մենք օրինակ Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Հորդանանի, Վրաստանի այդ համեմատություններով բավականին ցածր սպրեդ ունենք, ունեցել ենք բավականին մեծ պահանջարկ, որը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որը մենք թողարկել ենք, որը նույնպես հատկանշական է։ Իհարկե նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջի տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից։ Ներդրումների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպան 14%, Մեծ Բրիտանիան 45%, ԱՄՆ 34% եւ Միջին Արևելք եւ